մտահոգություն եւ կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը շողակաթ հեռուստաալիքի փակումն է։ Ես ունեմ ձեր հստակ տեսակետը այս մտահոգության վերաբերյալ։ Պարոն Նազարյան, դա մտահոգություն եւ կարծիք չէ, այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես այդ շողակաթ ՍՊ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև ինչպես լսեցիք, ինչպես զեկուցման ընթացքում ասեցի, այս տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի եւ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության։ Ես կարծում եմ, որ թե ընդդիմության եւ թե քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրացնել միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը, որը ես այդպիսին եմ համարում, այդ թվում ներառյալ մեր կառավարման 7 տարիները, որի վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ հարցը բարձրացրել ենք թե հրապարակային քննարկումների, թե ոչ հրապարակային քննարկումների ժամանակ, մենք կարծում ենք, որ մրցակցությունը այդ թվում այսպիսի ոլորտներում միայն դրական է ազդում որակի եւ բովանդակության վրա։ Շնորհակալություն։ Համաձայն։ Լավ է, որ ուղիղ եք ասում, բայց եթե միջոցները արդյունավետ չեն ծախսվել, դա այլ հարց է։ Օրինակ, եթե Մատենադարանը պարզվի, որ միջոցները արդյունավետ չի ծախսվել անցած տասնյակ տարիներին, դա չի նշանակում մենք Մատենադարանը պետք է փակենք։ Մենք այլ խնդիր պետք է լուծենք, եւ ես կոչ եմ անում, վճռական հորդորում եմ հետ կանգնել այդ քայլից եւ մտածել շողակաթ հեռուստալիքը ավելի լավ բովանդակությամբ դարձնելու, քան թե փակվելու, որովհետեւ եթե շողակաթ հեռուստալիքը փակվի, Գեգամ Նազարյանը այլևս չի կարող հանրությանը համոզել, որ կառավարությունը, պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում։ Շնորհակալություն ձեր կոչի եւ հորդորի համար, պարոն Նազարյան, բնականաբար դա չի կարող վերաբերվել այնպիսի ինստիտուտների, ինչպիսին Մատենադարանն է եւ առհասարակ այնպիսի ինստիտուտների, որոնք մրցակցությունից դուրս են, միգուցե եթե նման իրավիճակ լիներ, դիտարկելի լիներ, բայց բնականաբար դա վերաբերելի չէ Մատենադարանին, ինչ վերաբերում է ձեր կոչին, ես իհարկե պարոն Գաբրիելյանի անունից ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, թե դա տեղին է, մանավանդ փակել բառը տեղին չեմ համարում, եթե շողակաթը մնացած մուլտիպլեքսում կազատվի սլոտ, շողակաթ ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական միջոցներ եւ ի վերջո ունի ինստիտուտներ, որոնք իր թիկունքին կանգնած են եւ կարող է մասնակցել, հաղթել եւ թողարկվել մնացածների հետ հավասար պայմաններում։ Ես չեմ կարծում, թե մենք պարտավորություն ունենք արտոնություններ տալ մեկ ՍՊ-ի